Սանկտ Պետերբուրգը հիմնադրել է ռուսաց ցար Պետրոս Մեծը 1703 թվականին Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա, բացելով պատուհան դեպի Եվրոպա։ Նպաստավոր աշխարհագրական դիրքի շնորհիվ շատ կարճ ժամանակում իր ճարտարապետական շքեղությամբ, տնտեսության մակարդակով, մշակութային զարգացվածությամբ հավասարվում է Եվրոպայի մյուս մայրաքաղաքներին։ Քաղաքի անունը ընտրել է ինքը կայսրը, հիշատակ Պետրոս Առաքյալի։ Հիմնական շինությունների կառուցումը կատարվում էր Նևա գետի ափին։ Դրա համար չորացվում էին տեղի ճահիճները։ Քաղաքաշինական աշխատանքները ղեկավարում էին Պետրոս Մեծի հրավիրած եվրոպացի ճարտարագետները։ Նոր քաղաքի քարե տների կառուցումն ամրացնելու համար կայսրն արգելել էր քարային շինարարությունն ամբողջ Ռուսաստանում։ Բացի այդ, քաղաք մտնող յուրաքանչյուր մարդ պետք է տար քարի հարկ։ 1712 թվականից Սանկտ Պետերբուրգը հայտարարվում է Ռուսաստանի մայրաքաղաք։ Սա յուրահատուկ էջ է Ռուսաստանի պատմության մեջ, քանի որ տարիներ շարունակ այն ձևական առումով գտնվում էր Շվեդիայի տարածքում։ Սանկտ Պետերբուրգը մայրաքաղաք մնաց մինչև 1918 թվականը, պահպանելով անվանումը Հյուսիսային մայրաքաղաք։ 18-րդ դարը Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ նշանավորվում է որպես կայսրուհիների դարաշրջան, երբ ռուսական գահին բազվում են կանայք։ Եկատերինա կայսրուհու օրոք Ռուսաստանը դիվանագիտական կապեր է հաստատում մի շարք երկրների հետ։ Մեծ նվաճումներ են արձանագրվում մշակույթի ու գիտության բնագավառում։ 1764 թվականին կայսրուհին հիմնադրում է Էրմիտաժը։ Այս ժամանակ պալատում բարձր դիրք էին գրավում հայերը։ Հայկական ազնվական ընտանիքներից աչքի էին ընկնում Լազարյանները։ Նևայի կենտրոնում 1771 թվականին հիմնվում է հայկական առաջին եկեղեցին։ Սանկտ Պետերբուրգը հայտնի է որպես 3 հեղափոխությունների քաղաք։ Դեկաբրիստների ապստամբությունը, այնուհետև բուրժուա դեմոկրատական եւ հոկտեմբերյան բոլշևիկյան։ Այստեղ էր կենտրոնացած մտավորական խավի մեծ մասը, ով ազգի եւ հայրենիքի հոգսերով մտահոգված լինելով ժողովրդի մեջ տարածում էին լուսավորական գաղափարներ։ Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լենինգրադը մնաց շրջափակման մեջ 872 օր։ Նրան շնորհվեց հերոսի կոչում։ Ամբողջովին Եվրոպայում տեղակայված քաղաքների մեջ Սանկտ Պետերբուրգը բնակչությամբ 3-րդ քաղաքն է, իսկ ոչ մայրաքաղաք առաջինը։ Վստահորեն տեսել եք քաղաքի խորհրդանիշ հանդիսացող կատուներին։ Նրանք պաշտոնապես պահվում են ձմեռային պալատի տարածքում, որի նպատակը մկների բազմացումը կանխելն է։ Այս նրբիկ էակների պատմությունը սկսվում է Պետրոս Մեծի Հոլանդիայից բերած կատվից, որին պահել են ձմեռային պալատում։ Էրմիտաժի հիմնադիր Եկատերինա II նրանց տվեց պատկերապահների կարգավիճակ։ Վերջիներիս մեջ գերակշռում էին ռուսական կապույտ կատուները։ Այժմ Պետերբուրգն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Այն նշնչում է բարձր մշակույթ, իսկ մարդիկ էլ այստեղ շատ բարեկիրթ են ու ազնվական։